Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, քննադատ, նշանագետ Ռոլան Բարտի հանրահայտ Լուսավոր խցիկը աշխատությունը։ Սա լուսանկարչության, փիլիսոփայության ու ընկալման մասին թերևս ամենաազդեցիկ գրքերից մեկն է։ Այս հրատարակությունը 4+ վավերագրական լուսանկարչության կենտրոնի երկրորդ գիրքն է, առաջինը, ինչպես հիշում եք, Վալտեր Բենյամինի լուսանկարչություն և պատմություն ժողովածուն էր, որին արդեն անդրադարձել ենք մեր հաղորդման ընթացքում։ Այս աշխատության կարևորության ու արդիականության մասին ենք մենք այսօր զրուցելու գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանի ու նաև 4+ կենտրոնի համահիմնադիր լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Եկեք զրույցը սկսենք, թե ինչ է իրենից ներկայացնում գիրքը եւ ինչու է կարեւոր այն հայերեն ունենալ։ Երևի ես սկսեմ։ Գրքի թարգմանությունը ի սկզբանե եղել է անձնական նախաձեռնություն, երբ ծանոթացել եմ գրքին, հասկացել եմ, որ սա մի լեզու է, որի պակասը հայերենում կա։ Լեզու, որ լուսանկարչության մասին է, պատկերի եւ պատկերի ընկալման մասին է, որի բառապաշարը խիստ անհրաժեշտ է մեզ, այդ ժամանակ ես լուսանկարչությամբ էի զբաղվում եւ հասկանում էի, որ մենք հայերենով դժվարանում ենք խոսել լուսանկարչությունից բառապաշարի բացակայության պատճառով։ Իհարկե կա խորհրդահայ լուսանկարչությունը, որի ի վերջո ժառանգորդներն էինք մենք, բայց պետք է ասել, որ միջազգային դաշտում Ռոլան Բարտի Լուսավոր խցիկը ամենամեծ ազդեցություն թողած գրքերից մեկն է, մինչև այսօր ամենամեծ բերվողը, թարգմանվողը եւ երբ 2011-14 թվականներին ես մի քանի անգամ վերանայելով թարգմանում էի այս գիրքը, արդեն իսկ մեր հարևանները թարգմանել եւ տպագրել էին։ Մեր որ հարևանները։ Հարևան երկրները, օրինակ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը։ այո, Իրանում կա երկու թարգմանություն, ընդ որում շատ հետաքրքիր է, որ խցիկը իրենց մոտ օթախն է։ Որովհետև խցիկը մեր դեպքում հետաքրքիր բառախաղ է եւ կամերան է եւ սենյակը եւ բնօրինակում իհարկե կլեր սենյակ խցիկ է նշանակում, այստեղ հետաքրքիր համընկնում է եղել լուսավոր խցիկը։ Հետաքրքիր է, ասացիք, որ լուսանկարչության լեզվի հետ կապված է եղել այս թարգմանությունը, բայց նաև ես հիշեցի, որ դուք տարիներ առաջ մի գիրք հրատարակեցիք էլի ուղված լուսանկարչության լեզվի հետ, որին մենք անդրադարձանք նաև այստեղ, եթե հիշում եք։ Հիմա գրքի վերնագիրը ճիշտ ասած մոռացել եմ, Վահե Բուդումյանի հետ, այո, համատեղ հարցեր, այո։ Այդտեղ նաև ինչ որ բառարանային մոտեցում կար։ Վահե Բուդումյանը կազմել էր բառացանկ, որտեղ որ ամբողջ ուսումնասիրել էր մեր բոլոր բառարաններում տեղ գտած լուսանկարչական եզրույթների ցանկերը եւ դուրս էր բերել բացառիկ աշխատանք է իսկապես։ Սակայն ես կարծում եմ այստեղ Բարտը այդպիսի խնդիր չէ, չի դնում իր առաջ, ավելի լուսանկարչության ընկալումների մասին է խոսքը 20-րդ դարում, թե մենք ինչպես ենք այն ընկալում։ Ես կուզեի նաև Նազիկին փոխանցել խոսքը։ Նազիկ, տեսեք, մենք սկզբում Վալտեր Բենյամին, հետո Ռոլան Բարտ, ինչու այս երկու հեղինակները այսպես իրար հաջորդեցին, հատկապես ինչ որ կապ կա դրանց մեջ, որ կամ շարունակություն ասելիքի որևէ։ Իրականում ուզում եմ մի փոքր շարունակեմ Կարինի ասածը այդ լեզուն ձևավորելու մասին, որ այս հեղինակները ձևավորում են ոչ թե լուսանկարչության տեխնիկական լեզուն, այլ մտածողության լեզուն, եւ ինչը շատ կարեւոր է հատկապես այն լուսանկարիչների համար, ովքեր երկարատև են աշխատում, ովքեր թեմաների հետ են աշխատում բազմազան, վավերագրողների եւ ոչ միայն, բայց շատ չեմ ուզում նեղացնել, որովհետեւ այն նաեւ ուղղված է արվեստով զբաղվող հետազոտողներին,
արվեստագետներին, իսկ այս երկու հեղինակները իրականում մեր այսպես ասած մատենաշարի սկիզբ դնելու մասին է, որ երբ որ հնարավորություն եղավ առաջի անգամ, որ Մարկ Նշանյանը մեզ համար ասեց, որ կթարգմանի Վալտեր Բենյամինի հայտնի լուսանկարչության համառոտ պատմությունը, եւ որը դարձավ Բենյամինի այլ էսսեների եւ կարևորագույն հոդվածների, ինչպես նաեւ պարոն Նշանյանի հետազոտությունների առաջաբանի եւ վերջաբանի տեսքով մի գիրք դարձավ լուսանկարչություն եւ պատմություն, եւ այդ ժամանակ մենք մտածեցինք լավ կլինի, որ այդ հեղինակներին մենք պարբերաբար կարողանանք թարգմանել։ Իհարկե, այս գիրքը արևմտահայերեն է, բայց ոնց որ այդ միտքը գաղափարը եւ ցանկությունը այն էր, որ մենք ստեղծենք մի շարք ու կամաց փորձենք թարգմանությունների միջոցով կարևորագույն տեքստերը, որ գրվել են լուսանկարչության մասին, հայերենով ունենանք։ Եվ ահա անցած տարի Հետաքրքիր է, օրինակ այդ տեքստերը ինչ են տալու լուսանկարիչներին, որ ինչ են փոխելու նրանց մոտեցումների մեջ, ընկալումների մեջ։ Այդ մենակ կարդալուց հետո կարող եմ ասել։ Իրականում երբ լուսանկարիչ ես, ոչ միայն լուսանկարում ես, այլ նաև մտածում ես։ Եվ մտածելու համար քեզ շատ օգնում են լուսանկարի մասին մտածող մարդիկ, որոնց պրակտիկան անմիջականորեն լուսանկարչությունը չէ, այլ մշակութաբանությունը կամ արվեստաբանությունը շատ հետաքրքրական կերպով թե Վալտեր Բենյամինը, թե Սուզան Զոնթագը լուսանկարչության մասին տեքստերի եւս մեկ կարևոր հեղինակ եւ թե Ռոլան Բարթը երեքն էլ եկել են գրականագիտությունից եւ մշակութաբանությունից եւ նրանք բացառիկ մտածողներ են 20-րդ դարում, որոնք առանձնակի ուշադրություն են դարձրել լուսանկարային պատկերին։ Երբ Բենյամինը շեշտում էր պատկերի վերարտադրելիությունը եւ դրա պատճառով պատկերի իմաստի եւ դրա ընկալման փոփոխությունները այլևս, եւ Մարկ Նշանյանը շատ հետաքրքիր իր հետազոտության մեջ Բենյամինին վերլուծելով ասում է, որ իրականում Բենյամինը ի հայտ է բերում այն, որ մեծ հեղափոխություն է տեղի ունեցել լուսանկարչության գյուտով եւ Սուզան Զոնթագը, որ լուսանկարի էթիկական, սոցիալ հոգեբանական կողմերը Երևան բերեց, իսկ Ռոլան Բարթը իր հերթին խոսեց լուսանկարի եւ մահվան երևութաբանական կապի մասին։ Ինչ էր մտածում Բարթը, կարող ենք մեկ-երկու բառով ուղղակի ասել։ Իհարկե, ինչու Բարթը ուշադրությունը սևեռեց լուսանկարի վրա։ Իր կյանքի շատ կարևոր մի փուլում, իր մոր մահվանից հետո, երբ նա խնամում էր մորը եւ կորուստը չափից ավելի մեծ վիշտ էր պատճառել նրան, միասին էին ապրում մի տան մեջ եւ Բարթը դիմեց լուսանկարներին, որպիսի փորձի իր սիրո արտահայտչաձևը գտնել, կարողանալ դա ձևակերպել, ընդ որում որոշել էր մի կողմ դնել իր ամբողջ մշակութաբանական գիտելիքը եւ ուզում էր առաջնորդվել իր ցանկությամբ, իսկ ցանկությունը իր մորը վերագտնելն էր իրականում, իր մոր լուսանկարներում եւ իհարկե ոչ բոլորին նման բախտ կվիճակվի։ Բայց չի հրապարակել որքանով հասկացա իր մոր նկարը ամեն դեպքում ինչու։ Այո, հստակ է պատճառը, քանի որ եւ ասում է թե ինչու մեզ համար դա հերթական մի լուսանկար է, իր համար դա բացառիկ լուսանկար է։ Բայց գիրքը հետաքրքիր է նրանով բացառիկությունը կարելի է նաև չտեսնել, հա։ Մեզ համար որ մենք տեսնենք շատ սովորական կլիներ, իսկ ինքը ուզում էր պահել այդ զգացողությունը իր թանկ։ Եվ գիտեք ինչ էր ասում, շատ տխրում էր, որ երբ որ ինքը այլևս չլինի եւ լուսանկարը այլևս չլինի, դա սերն է, որ կորելու է այս ամբողջ պատմության մեջ։ Իրեն առաջնորդում էր
այս գրքում երկու սեր ունի՝ իր մոր հանդեպ սերը եւ լուսանկարչության հանդեպ սերը։ Այսինքն սա այս ամեն ինչը բերում է նրան, որ նախքան լուսանկարելը պիտի մտածել առհասարակ կյանքի ու մահվան խնդիրների մասին, ինչը մենք այսօր տեսնում ենք այսպես շատ անչափ, այսպես օվկիանոսի չափ լուսանկարներ ողողված ամենուր սոցիալական ցանցերում այդ բաներում եւ ինչ ենք մենք այդտեղ տեսնում եւ ինչ եզրահանգում այսօր կարող են գալ, եթե նայենք ուղղակի եթե ինչ կտա օրինակ Վարդի գիրքը նաև բացի դրանից ինչ որ Կարինը նշեց, Վարդը շատ հետաքրքիր մի այսպիսի մոտեցումներ են նաև այստեղ սահմանում, ինչպես սանազանել լուսանկարները եւ ինչպես կարողանալ ընկալել դրանք, ընտրել քոնը եւ երկու ձև է տալիս, այսինքն մոտեցում դա ստուդիումն է եւ պունկտումը, լուսանկարներ, որոնք մենք հավանում ենք, հա, մեզ դուր է գալիս մշակութային այդ բանով եւ լուսանկարներ, որոնք մեզ խոցում են, այսինքն ինչ որ ձևով ազդում են մեր վրա եւ շատ մանրամասն վերլուծում է այդ կապի մասին ու լինելով լուսանկարիչ ես կարող եմ ասել, որ այս երկու մոտեցումները արժի կիրառել հենց քո սեփական լուսանկարչության փորձառության վրա, որովհետեւ որը նաեւ այդ ինչ կտա գիրքը լուսանկարչին օրինակ, ինչ կարելի է սովորել, հա, եթե սենց շատ པարզ լեզվով ասենք, արժի այդ փորձառությունները կիրառել ու շատ հետաքրքիր մի հատ process է սկսում։ Իսկ դա է գործնական արժեքը, եթե այսպես ձևակերպենք կոնկրետ Բարդի լուսանկարիչների համար։ Թե այդպես չկա գործնական ինչ-որ մի բան։ Ես հիշում եմ Գեղարվեստի ակադեմիայում, երբ մենք Վարդան Ազատյանը մեզ դասավանդում էր արվեստի պատմություն, նա ստրուկտուրալիզմից պոստստրուկտուրալիզմ փիլիսոփայական այդ շրջադարձը բացատրում էր այս գրքով։ Եվ ինչով էր անցումը կարևոր, որ Բարդը անձնականորեն էր մոտեցել մի ահռելի մեծ թեմայի։ Շատ լավ, այստեղ հիմա մեզ լսողները ոչ ստրուկտուրալիզմից, ոչ էլ պոստստրուկտուրալիզմից կարող են հասկանալ, եկեք մի քիչ ավելի բան խոսենք, որ հասկանանք, թե այդ ինչ անցում է, արդյոք ժամանակաշրջանային խնդիրների մասին է խոսքը, որտեվ հիմա մենք ապրում ենք մի այլ ժամանակաշրջանում եւ կարծեմ, թե այդ միջանկյալ շրջանը այդքան էլ երկար չտևեց, չէ՞, շատ կարճ եղավ այդ անցումը, լուսանկարչության հայտնաբերումը, դրանով հիացումը ու համել արագ անցումը դեպի նոր ժամանակներ, նոր խնդիրներ, տեխնոլոգիաների զարգացում, լուսանկարչության խնդիրների էականորեն տարբերություն եւ այլն։ Տեսեք, Ռոլան Բարդը նույնպես անպայմանորեն կապ ունի Վալտեր Բենյամինի այդ հայտնի տեքստի հետ, լուսանկարչությունը, լուսանկարային պատկերը վերարտադրելիության ժամանակում, եթե չեմ սխալվում, այս ժամանակաշրջանում, եթե մենք այսօր գործ ունենք պատկերների այս ահռելի քանակի հետ, մեր շատ կարևոր է այլևս մենք ինչպես ենք դրանք տեսնում։ Մեզ անհրաժեշտ են դրանց լուսանկարների վարվելու ուղեցույցեր եւ դրանցից մեկը այս գիրքն է, եթե թույլ կտաք ասել։ Այս գրքի առանձնահատկություններից մեկը կամ փիլիսոփայական արժեքը, եթե ավելի པարզ փորձենք բացատրել, դա լուսանկարի կամ պատկերի հարաբերությունն է ժամանակի հետ, ցուցադրելով մի նկար, որ մի երիտասարդ մահվան է դատապարտված եւ սպասում է խցիկում, Ռոլան Բարդը բացահայտում եւ երկու ժամանակ միաժամանակ ցույց է տալիս մեզ, նա մահացել է, որովհետեւ այդ տղան վաղուց մահացել է, մահապատիժը իրագործվել է եւ նա լուսանկարում դեռ պիտի մահանա։ Մարկ Նշանյանը հենց այս բացահայտումը շատ կարևորեց գրքում, իհարկե սովորական ընթերցողը նույնպես դա կտեսնի եւ իմ համար դա շատ տարօրինակ ժամանակաձև է, որ գոյություն ունի միայն լուսանկարում, դա եղել է եւ դա կլինի։ Այո։ Այսինքն մենք մահվան հետ գործ ունենք այստեղ, տեսնում եք, եւ ամեն անգամ փորձելով պահպանել կյանքը, մենք մի տեսակ կարծեք մահ ենք արտադրում։
Շատ լավ, դա թերևս վավերագրական կողմն է լուսանկարչության, իսկ արդյոք նա խոսում է ավելի գեղագիտության մասին, էսթետիկայի մասին եւ օրինակ ինչ է խոսում այդ մասին։ Անայդ դրա մասին կա։ Ասում է որոշ լուսանկարների հանդեպ ես ուզում եմ լինել վայրի եւ անմշակույթ։ Քանի որ շատ հաճախ հենց մեր մշակութային պատկանելությունն է առաջնորդում մեզ ընտրելու որ լուսանկարը կհավանենք, որը ոչ, բայց իր խնդիրը լուսանկարչության էությունը գտնելն է, անում եք այդ բավական բարդ խնդիր է իր առաջ դրել։ Որն է էությունը լուսանկարության եւ իրականում կապը գտնում է հենց ժամանակի մեջ, այսինքն ժամանակն է էությունը, պունկտումի մեկ այլ ձև, որ գտնում է ոչ միայն մեզ խոցող այդ փոքրիկ կետն է, այլ նաեւ ժամանակը։ Բայց միաժամանակ ինքը ոնց որ այստեղ առաջարկում այն լուսանկարները, որոնց հետ ինքը ընտրել եւ աշխատել է, ասենք այդ սև ու սպիտակ լուսանկարները եւ որոշ չափով վերլուծում է, որովհետեւ սրանք այսպես ասած մի մեծ տրցակի միջից իր նախընտրելի լուսանկարներն են դուրս գալիս, որոնց վրա նաեւ այդ իր երկու պունկտումն ու ստուդիումը բացատրում է ու միաժամանակ ինձ թվում է Բարտը նաեւ այն հեղինակներից է, որ որքանով էլ որ ինքը փորձել է այստեղ բացատրել լուսանկարի նկատմամբ իր վերաբերմունքը կամ իր մտքերը, բայց նաև թողել է մի հատ մեծ հետագից ուսումնասիրելու ու հետազոտելու իրենից հետո, հա, օրինակ ինչու այս բոլոր սև սպիտակ լուսանկարների հետ մեկտեղ կամ մի լուսանկար, որը գունավոր է եւ դրված է հենց գրքի սկզբում ու ոչ մի բան չկա այս լուսանկարի մասին այստեղ։ Այսինքն գրքում ոչ մի անգամ ինքը չի անդրադառնում։ Ինչով է բացատրվում, հետաքրքիր է։ Դա ապագայի բան է, հա, ինչ որ այդպես ապագայի մասին նախընտրում է լռել։ Բանն այն է, որ Բարտը ինքը չի խոսել այդ լուսանկարի մասին եւ առիթ է տվել, որ հետազոտողները իրենք տարբեր կարծիքներ հայտնեն իրենից հետո։ Կարծիքներն էլ տարբեր են իրականում։ Սա ֆրանսիացի արվեստագետ Դանիել Բուրդինեի Լաբիրինթոսը շարքից մի լուսանկար է ընտրված, որ ցույց է տալիս նեղ անձնական մի տարածք, կարծես հենց այն խցիկի, սենյակի արտացոլանքը լինի, որի մասին որ Բարտը խոսում է, լուսավոր։ Տարօրինակ է իհարկե, որ գունավոր է, որովհետև գրքում Բարտը ակնհայտորեն իր համակրանքը ուղղում է սև ու սպիտակ լուսանկարների հանդեպ եւ այս մեկը գունավոր։ Իհարկե այդպես սուրճի բաժակ նայելու պես ասում են, որ մոր աչքերի կապտականաչավունը եւ այս լուսանկարի գույները համընկնում են։ Սա էլ մի քիչ այդպես։ Բայց իհարկե Լաբիրինթոսը շարքը, որտեղ Բարտը անդրադարձ ունի լաբիրինթոսային մարդուն, որը ոչ թե իր ճշմարտությունն է փնտրում, այլ իր Արիադնեին, հղելով հայտնի հունական միֆին, եւ այստեղ հնարավոր է նաեւ կապ գտնել Նիցշեի, որովհետեւ Նիցշեն այն հեղինակներից ում մեջ բերում է Բարտը։ Նիցշե, Սարտր, Պրուստ, նրանց բոլորի հետ սերտ կապված է։ Ասել եմ, որ նաև Սարտրի L'Imaginaire գրքին է նվիրված։ Հետաքրքիր է, այդ հեղինակներին անդրադառնալուց հետո է նա եկել այս գիրքը մտաղանալու կամ այս հետազոտությունը անելու այդպես մտքին։ Կարծեմ, որ պատվեր է ստացել գրելու լուսանկարչության մասին, բայց իրեն առաջնորդող եղել է իր մոր կորստի ցավը այս գրքում։ Ինչը այս գիրքը դարձրել է իսկապես բացառիկ եւ ասեմ, որ կարծես մի տեսակ փակուղի է մցրել լուսանկարչության մասին պատմությունը առհասարակ։ Ընդհանրապես հիշողությունն է բերում լուսանկարների նկատմամբ հետաքրքրությանը։ Այո, կորուստը։ Երբ կորցնում ենք մարդուն, սկսում ենք արժևորել կյանքը, սկսում ենք թերթել լուսանկարները, դիտել դրանք։ Այո։ Բայց ոչ միայն։ Այո, լուսանկարի չէ իմ կողքին, ինքը ասի։ Գուցե դուք մեկնաբանեք Նազիկ։ Դե մենակ կորուստը չի, իրականում այն լուսանկարները, որոնք
բարդ առանձնացրել է եւ այստեղ խոսում է դրանց մասին, դա էլ շատ լավ եւ հետարքիր մի ճանապարհ ընդհանրապես լուսանկարչության պատմությանը ծանոթանալու համար, որովհետեւ այստեղ յուրաքանչյուր մեկը ով կարդում է, պետք է իր անձնական հետազոտությունը անի, գտնի հեղինակների, ժամանակաշրջանը, ինչ է կատարվել, ինչ է պատկերված ու դա նույնպես օգնում է սովորել կարդալ լուսանկարներ, որովհետեւ այդ ձեր ասած օվկիանոսում մենք ամեն օր թերթում ենք այսօր լուսանկարները, բայց որտեղ է կանգնում մեր աչքը, ինչ ենք մենք տեսնում, ինչն է իսկապես մեզ ստիպում վերադառնալ այդ լուսանկարին եւ փորձել գտնել ինչի մասին է այդ լուսանկարը։ Այդ առումով այս գիրքը նույնպես շատ կարեւոր է, որ միտում ունի մարդկանց չեմ ասի ստիպելու, բայց փորձելու կանգնել ուսումնասիրել, կարդալ, երկար նայել, հա, լուսանկարը, որը ժամանակի ընթացքում կարող է ձևավորել գրագիտորեն վերաբերվել նաև լուսանկարին։ Եթե թույլ կտաք մի հավելում անեմ, Բարդը ինքը նշանաբաներ եւ գիտենք, որ իր միֆոլոգիաներ գրքում շատ այլ բոլորովին այլ տեսանկյունից, նշանային կոդերի տեսանկյունից վերլուծում է լուսանկար եւ ինչպես ընթերցել պատկեր եւ այս գրքում ինքը հենց հետ է կանգնում իր առաջարկած տեսությունից եւ ամբողջ իր վերլուծությունը տանում անձնականի միջով հենց սա է այն հեղափոխությունը, որ առաջարկեց այս գիրքը թե լուսանկարիչների, թե ակադեմիական աշխարհի եւ թե փիլիսոփաների շրջանում իսկապես աղմուկ հանեց այս գիրքը 80-ին իսկ եթե խոսենք այս գրքի արդիականության մասին այսօր այս տեսությունները, այս ընկալումները ինչպես կդիտվի։ Տեսեք, մենք խոսում էինք այդ սոցցանցային լուսանկարչության, որ լուսանկարները ամենուր են, ամեն վայրկյանի են։ Իսկ թվում է դա նույն հարցն է, որ ասես իսկ այսօր հնարավոր է ժապավենով լուսանկարել։ Իհարկե, դա շարունակվում է, այսինքն այդ ինչ որ բեկումնային բաներ եղան թվայնացման այդ շրջանում, որ ֆոտոլարագությունը կմեռնի կամ ընդհանրապես լուսանկարչությունը կմեռնի, որտեղ փոխվեցին շատ արտահայտման ձևերը, ընկալման ձևերը, ցույց տալու ձևերը, հա, այսօր ամեն մեկը կարող է արդեն հեռախոսով հեղինակ հռչակել իրեն, հա, արվեստագետ կամ լուսանկարիչ հռչակել եւ պետք չի հասնել ինչ որ մի թանգարան, որպեսզի քեզ շատ լավ տեսնեն կամ գնահատեն, բայց միևնույն ժամանակ լուսանկարչությունը շարունակում է լինել իր սկզբնական ձևերի մեջ եւ շատ լուսանկարիչներ շարունակում են աշխատել իօքուտ լուսանկարչության, եթե կարելի ասել, ու այս գիրքն էլ իմիջայլոց հիմա շատ ավելի ակտուալ է, որովհետեւ ինչ կա տեղը, որ առաջարկենք, ասենք շատ լուսանկարչության հանդեպ սերն է կարծես թե սերը, որը որ Բարդը ասում էր, որ ինքը կարծես վերջին վկաներից է, որ կարող է խոսել լուսանկարչության հանդեպ սիրուց եւ մինչեւ այսօր ով շարունակում է սիրել պատկերը եւ մտածել պատկերի շուրջ, չի կարող մտածել նայել պատկերին մտածող աչքով։ Այո։ Դա մի անժամանակ է, այսինքն ամեն ժամանակում, հատկապես այսօր, երբ որ մենք խեղդված ենք այդ պատկերների աշխարհում, դրան մանիպուլյացիայի, արհեստական բանականության վտանգի տակ։ Դա հենց այն գրագիտությունն է, որի մասին քիչ առաջ խոսում էիք, Նազիկ։ Դե ինչ որ ձևով ինքը տեսողական գրագիտություն է զարգացնելու, իհարկե, անշուշտ։ Փաստորեն այս այն ժամանակներն են, որոնք
այս մարդը եւ ես որքան հասկանում եմ մղում եմ բոլորին որպեսի պատկերի շուրջ նույնպես մտածել, պատկերին նույնպես մոտենալ փիլիսոփայորեն, այսինքն այն ինչ որ այսօր շատ արագ արվում է եւ տեղադրվում է սոցցանցերում։ Եկեք անդրադառնանք նաեւ այն բանին, որը գրքի ուղեկից այդ պարբերականին, որը դուք տպագրել եք բարդ եւ բարդ, հա, այդպես sense բառախաղով այդտեղ ներառել եք Մարկ Նշանյանի ներածական խոսքը ու նաեւ բարդի վերջին երկու հարցազրույցները տպագրել եք, այո, Այս մի քիչ շատ հետաքրքիր ինչու բարդ այդ բառախաղի մասին եկեք խոսենք, տենց շատ կարճ ներկայացնենք, որ ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել։ Դե ամբողջ խնդիրը նա է, որ մենք տպագրելուց առաջ իրավունք ստացանք, հեղինակային իրավունք Սեուլի Գալիմար հրատարակչությունից, որ տիրապետում է հեղինակային իրավունք տպագրության եւ մեզ տեղեկացրին, որ մենք իրավունք չունենք հավելյալ տեքստեր դնել, գրեթե իրավունք չունենք, այո, ներառել։ Եվ քանի որ պարոն Նշանյանը խմբագիրն էր գրքի ու նաեւ իսովորության համաձայն սկսեց հետազոտել եւ ընդլայնել իր աշխատանքը բարդի շուրջ թարգմանություններ արեց երկու հարցազրույցների, գրեց ներածական խոսք, հարցազրույցների թարգմանության հեղինակը Նշանյանն է։ Այո, եւ այդ հարցազրույցները Ռոլան Բարթը տվել էր 77-ին, 1977-ին եւ 79-ին լուսավոր խցիկը միջև գրելը եւ լուսավոր խցիկը գրելուց հետո։ Այո։ Ու իսկապես ինչ որ մի պահի ես ու Կարինը եւ պարոն Նշանյանը մենք կանգնեցինք շատ մեծ հարցի առաջ, բարդ իրավիճակի առաջ, ինչ անել այս տեքստերի հետ։ Ու որոշեցիք առանձին հավելվածով ներկայացնել։ Բառախաղը եկավ, որ նաեւ հետո եղավ շատ լուրջ քննարկումներ, որ չի կարող բարդ լինել, այլ պիտի գրվի բարդ, պարոն Նշանյան Կարին, հետո ու տենց եւ եղավ բարդ։ Ցայքեց շատ լավ բարբերականի քանի որ մենք ունենք 3 րոպե ժամանակ, փորձենք հասկանալ թե այս գիրքը նախ եւ առաջ ում համար է, բացի ընդհանրապես մտածող լուսանկարիչներից ում համար կարող է այս գիրքը հետաքրքիր լինել, առանձնահատուկ։ Բարդը իր կյանքի հատկապես վերջին շրջանում շատ էր ուզում գրել գրական մի գործ եւ փորձում էր փնտրել մի լեզու, որը ոչ գիտական է, ոչ գրական է, եւ այս գիրքը ընթերցվում է նովելի պես։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր սիրում են ընթերցել եւ ավելին սիրում են լուսանկար, խորհուրդ է տրվում իսկապես անմոռանալի փորձառություն է շփվելու շատ մտերիմ, անձնական եւ մտածող լեզվի հետ։ Հետաքրքիր է։ Իսկ ես կարող եմ հավելել, որ շատ համաձայն եմ այս ամեն ինչին, ինչ որ Կարին ասեց, բայց նաև շատ ուրախ եմ, որ օրինակ մեր ապագա 4+-ի պատկեր դպրոցի ուսանողները արդեն հնարավորություն կունենան այսպիսի հրաշալի խմբագրված, սրբագրված եւ լավ լեզվով, լավ հայերենով բարդ կարդալ։ Շատ լավ։ Իսկ շարունակական նություն ունենալու է արդյոք էլի շարքեր կամ որոնք որ նախատեսվում։ Իհարկե, սա մատենաշար է եւ հուսով կշարունակենք։ Կան էլի հեղինակներ, որոնք կան ձեր տեսադաշտում եւ կարող եք նշել հիմա։ Զոնթագին է, չէ՞ ասել, բոլորը մտնում են, որ դա լինի Զոնթագը, կարծես։ Այո, լուսանկարչության մասին էլի շատ։ Իսկ դուք այդ գործում կաք, Կարին։ Ես եւ Վահե Բուդումյանը թարգմանել ենք Սուզան Զոնթագի որոշ հոդվածներ տարիներ առաջ, արդեն գնդակը Նազիկի դաշտում է։ Շատ լավ, հուսանք, սպասենք, որ էլի մեկ այլ հետաքրքիր մոտեցումներ կլինեն ընդհանրապես մեր այսպես սահմանափակ պատկերացումները, այս տեսակ գրքերը կոտրում են։ Այո, շատ նաև հայ հեղինակներ պետք է նշել, որ անհրաժեշտ է պեղել, անհրաժեշտ է ուսումնասիրել մեր խորհրդահայ մտածող լուսանկարիչների արխիվները եւ գտնել նրանց տեքստերը եւ ուսումնասիրել վերհանել դրանք։ Այդ մասին մենք առանձին հաղորդման կխոսենք, մտածող, եթե իհարկե դրանք կան, ինձ համար էլ դա շատ անակնկալ է։ Մեզ հուշեցին, որ Անդրանիկ Քոչարը, գիտեք։ Այո։
ունի տեքստեր։ Մի օր կխոսենք այդ մասին եթերում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ հրավերի համար։ Սիրելի ռադիո լսողներ, իմ հյուրերն այսօր այս հետաքրքիր գրքի հեղինակ ավելի շուտ թարգմանիչն է Լուսավոր Խցիկի Ռոլան Բարթի, որը մենք այսօր խոսում ենք, որի մասին մենք այսօր խոսում ենք, թարգմանիչ Կարին Գրիգորյանը եւ 4+ կենտրոնի համահիմնադիր լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որը նախաձեռնել է այս հետաքրքիր գործը։ Իսկ զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն